Ողջույն սիրելի հայրենակիցներ, մենք հաղորդաշարն է Հայք News լրատվականի եթերում։ Հայաստանի իշխանության կողմից հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ սկսված այս արշավին ուշի ուշով հետևում է աշխարհը։ Մեր թշնամիները ձեռքերը շփում են, ողջունում, ծափահարում Փաշինյանի քայլերին, մինչդեռ հայ ազգի գնահատողները հայ եկեղեցու դերը ոչ միայն հայ ժողովրդի, այլ ընդհանրապես քրիստոնյա աշխարհի համար կարևորող անհատները անձիկ անգամ հորդորում են մեզ ամուր պահել մեր սրբության սրբոցը, մեր եկեղեցին եւ լինել կանգնած մեր կաթողիկոսի Գարեգին II թիկունքին։ Այդ մարդկանցից մեկը գերմանացի պատմաբան Միքայել Հեզեմանն է, ով վերջերս շատ կարևոր մի քանի դիտարկում է ներկայացրել եւ հիմա ես ուզում եմ դրանցից մի քանիսը ներկայացնել։ Մի կողմից Հայաստանը բռնել է ժողովրդավարության ուղի, բայց մյուս կողմից կառավարությունը գնում է բռնապետության ճանապարհով, թելադրում է եկեղեցուն։ Պատկերացրեք, Իտալիայի վարչապետը տեղից վեր կենա ու պապին թելադրի, թե Սուրբ եկեղեցում ինչ լեզվով պետք է պատարագ հնչեցնի կամ քննարկի եկեղեցում ազգային հիմն հնչեցնելու հարցը։ Եկեղեցու դեմ ցանկացած գործողությամբ դուք հայերդ պառակտվում եք որպես ազգ, պառակտված ազգը միշտ թույլ է լինում։ Ինչ կմնա Հայաստանից, այսպիսի հարց է հնչեցնում գերմանացի պատմաբանը, եթե նրա եկեղեցին տապալվի, քրիստոնեական համայնքը ձեր հայ, այլևս ինքնությունը կկորցնի, ասում է Հեզերմանը եւ հավելում, որ երբեք աշխարհը եւ մենք չէինք հավատա, որ Հայաստանում նման իրողություն կարող էր տեղի ունենալ։ Ես ուզում եմ նաեւ ընթերցել մեկ հատված, որտեղ նա հստակ խոսում է նաեւ մեր կաթողիկոսի մասին։ Տեսեք, թե ինչ է ասում։ Ասում է ամենայն հայոց կաթողիկոսը շատ ուժեղ մարդ է։ Մոռացեք բոլոր բամբասանքների մասին, այնքան ստեր են տարածում քարոզչության նպատակով։ Նորին սրբությունը հարգանք է վայելում ամբողջ քրիստոնյա աշխարհում։ Նա շատ սպասված հյուր է Վատիկանում, նա մեծապես հարգված եւ անձ է ուղղափառ աշխարհում, արևելյան եկեղեցիներում, ընդհանրապես ամբողջ աշխարհում։ Այս մարդը ձեր ազգի հայրն է, պետք է միայն հպարտանաք նրանով, աշխարհում ուղակի մեծ շփոթմունք կառաջանա, եթե Աստծո մարդուն մի բան պատահի, դա կցնցի աշխարհը։ Կարծում եմ, դա բնավ լավ չի լինի Հայաստանի հեղինակության եւ վարկի համար։ Ես ընթերցեցի գերմանացի պատմաբանի Միքայել Հեզեմանի խոսքերը, իսկ այժմ ներկայացնեմ այսօրվա իմ հյուրին, հասարակական քաղաքական գործիչ Նաիրա Զորաբյանն է։ Շնորհակալ եմ Տիկին։ Ես եմ շնորհակալ, բարի երեկո ընդունելու համար։ Տիկին Զորաբյան, եւ ուրեմն բնականաբար մենք նախ պետք է մեր հարցազրույցը սկսենք այն իրավիճակով, այն իրողությամբ, որ տեղի ունեցավ 3 մայր աթոռում, ինչ էր կատարվում։ Մի կողմից բղավում էր նիկոլական այդ ինչ-որ փոքրաթիվ մի թիմ հեռացիր, ոստիկաններով շրջապատված, մյուս հատվածում վեհափառ բանկարկումներն էին։ Դուք գիտեմ այնտեղ եք եղել։ Ներկայացրեք խնդրեմ ձեր աչքերով, ինչ եք տեսել։ Տեսեք, ես շատ եմ մտածել, թե իրականում որն է Սոդոմ Գոմորը, իրականում որն է քաոսը, իրականում որն է բարոյականության եւ արժեքային համակարգի ճգնաժամը։ 3 մի քանի ժամ լինելով մայր աթոռում եւ աջակցելով վեհափառին եւ իդեպ մի կողմում կանգնած էին Նիկոլ Փաշինյանի համակիրները, ովքեր բռնի ուժով էին բերվել։ Ինչու եմ ասում բռնի ուժով, որտեվ երբ որ ես դեմոնստրատիվ անցնում էի, նրանցից շատերի դիմացով կանայք այսպես փորձում էին իրենց վերարկուների օձիքներով իրենց դեմքը փակել, մտնում էին հեռախոսի մեջ, որ իբր հեռախոս են նայում, եւ երբ որ նրանց պարտադրում էին, այնտեղ դիրիժորներ կային, այն արուներ այնտեղ այսպես կոչված քաղաքապետը, այնտեղ մի քանի այլ քաղաքապետեր կային, սենց կամիկադզեներ, նրանք այդ կանանց պարտադրում էին, մամուլում գրվեց, որ մանկապարտեզների, դպրոցների աշխատակիցներ էին, պարտադրում էին բղավել կտրիչ Ներսիսյան հեռացիր, կանայք հրաժարվում էին բղավել եւ այդ նողկալի արարողությունը, ծիսակարգը իրենց վրա էին վերցրել մի քանի, ինչ ասեմ, բարոյականության հետ խնդիրներ ունեցող մարդիկ։ Ես տեսնում էի ամոթից գլխահակ ոստիկանների, ես չեմ արդարացնում այդ ոստիկաններին, գիտեք ինչ է նշանակում մենք կատարող ենք, մենք աշխատավարձ ենք ստանում, սա ամոթալի իրավիճակ էր այն, ինչ տեղի ունեցավ 3
վեհարանում, երբ որ այդ 10 տիրադավներին մարշրուտկայով որպես կարտոֆիլի մեշոկներ բերեցին, ստիպեցին, որ նրանք իրենց նողկալի առաքելությունը իրականացնեն, հետո որպես կարտոֆիլի պարկ բոլորին խցկեցին, ես տեսնում էի, թե ինչպես էին ոստիկանները Նավասարդ Կճոյանի Բենթլի Սամոյի հետույքից բրթում, որ մտցնեն մի կերպ փախցնեն ժողովրդից հասումից, երբ որ ժողովուրդը բղավում էր Վազգեն Միրզախանյանի հետևից եւ լրագրողը նրան դիմեց պարոն Միրզախանյան, պատկերացնում եք, հոգեվորականը շուռ ա եկել լրագրողին ասում է պարոնը հերը տա, սա կատաստրոֆա է, հասկանում եք, սա աղետ է, այս սա է Սոդոմ Գոմորը, այս սա է բարոյակարության անկումը, այս սա է ժողովրդի մի հատվածի մանկուրտիզացիան, այն ինչ որ ես տեսա էջմիածնում։ Տիկին Զորաբյան, շատ ցավոտ բան ասացիք, եպիսկոպոսը ասում է, հա, այդ հակադարձումը, բայց եկեք տեսնենք ովքեր են այդ մարդիկ, ում հավաքեց իր շուրջը Նիկոլ Փաշինյանը։ Ես իդեպ երեք լսում էի նաև հանրային հեռուստատեսության հարցազրույցը, հա, Պետրոսի հյուրը մի հերթական, այսպես տիրադավի մեկն էր, այսպես ասեմ, եւ ինչքան ուսումնասիրում եմ իրենց բարքն ու վարքը, սև անցյալը կամ ներկան, կամ կոռումպացված են, կամ անձնական վատ կերպարներ են, հա, որպես անձիկ, կամ այսպես չգիտեմ, չեմ ուզում շատ բառեր ասել, ի վերջո դեռ իրենք եպիսկոպոսներ են, հա, իրենց անձնական կյանքում էլ շատ տգեղ ու տխուր էջեր ունեն։ Եվ միաժամանակ ունեն այսպես վիրավորվածություն, ասենք օրինակ այդ հոգևորական երեք որ խոսում էր, ասում էր, ես եկա մանկամիտ ինչ որ պահեր, էլի, ես եկա կաթողիկոսին ասեցի, այս բանը իմ ընտանիքի հետ կապված ինքը չարեց։ Ու ինքը հիմա գնացել միացել է Նիկոլ Փաշինյանին։ Իդեպ ավարտեմ խոսքս, Տիկին Զորաբյան, նույն կերպ ես ապշած եմ, Գևորգ Սրբազանը, մարդ ով մեկ ամիս, ավելին ասեմ, 2018 թվականին եկավ մեր խմբագրություն եւ կուրծքեր ծեծում, ասում էր, «Էս ինչ են անում, այս դավադիրները, նոր Հայաստան, նոր Հայրապետ» եւ քննադատում էր եւ հիմա թող հենց եթերից իմանան բոլորը, թե ինչպես էր Գևորգ Սրբազանը խստորեն մեր խմբագրությունում քննադատում Նիկոլ Փաշինյանին եւ այդ թայֆային եւ այսօր նա գնացե կանգնել է, ինչու է կանգնել։ Ինքն է ինձ ասել, որ կանգնել է, որտեղ վիրավորված է եղել Արշակ Սրբազանից։ Պարզեցի, Տիկին Զորաբյան, վիրավորանքի պատճառը Արշակ Սրբազանը, որպես դիվանապետ, իրեն զգուշացրած է եղել, որ այս սխալներն ես անում։ Սա ողով է լցվել։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, այս մարդիկ ովքեր են, 10-ն են, 8-ն են, 6-ն են, քանիսն են։ Սրանք ինչ անցյալով եւ ինչ ներկայով մարդիկ են, որ կանգնել են Փաշինյանի կողքին։ Տեսեք, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը շատերի համար սենսացիոն, բայց ինձ համար միանգամայն սպասելի հայտարարություն արեց, ըստ էության բացահայտեց, որ ինքը տեսել է, տեղյակ է եւ բնականաբար որպես ԱԱԾ տնօրեն ինքը չէր կարող այդ տեսանյութերը տեսած չլիներ եւ ըստ էության ասեց, ես գիտեմ, թե ինչ կոմպրոմատներ են դրվել 10 տիրադավներից 9-ի առջև, ըստ էության, այո, տեսանյութերեն, ես ինձ իրավունք չեմ վերապահում վերարտադրել ըստ օդում կախված լուրերի այդ տեսանյութերի բովանդակությունը, բայց Վանեցյանը որպես ԱԱԾ նախկին տնօրեն հաստատեց, որ այդ մարդկանց տիրադավ հուդա են սարքել տեսանյութերով, ինչ վերաբերում է Արցախի թեմի առաջնորդ Վրդանես Սրբազանին, ապա կրկին հղում եմ անում մամուլում նրա տիրադավությունը, նրա հուդայիզմը արժեցել է ընդամենը մեկ բնակարան, նա պաշտպանության նախարարությունից որպես նաև ներքին բանակի հոգևորական, զորքերի հոգևորական ստացած է եղել բնակարան եւ նրա վրա էլ ճնշումը եղել է, որ բնակարանդ կվերցնեք, պատկերացնում ես, ես ասել եմ եւ ելի եմ կրկնում, այդ մարդկանց մեջ Աստված չկա։ Մի հատ նայեիք Նավասարդ Կճոյանի դեմքին, գողական երրորդ մասի Ուգլավիկի հայացքով ինձ կներեն երրորդ մասցիները, նա շփվում էր լրագրողների հետ եւ ինչ որ մեկը ուզում ա որ ես հավատամ, որ այդ տիրադավների մեջ, որոնցից շատերը վեհափարի ձեռքից են հաց կերել, որոնց այո հանցագործությունները Նիկոլի տերմինն եմ օգտագործում, տարիներ շարունակ
պարտակելա վեհապարը, նույն Գևորգ Սրբազանին հոգեկան խնդիրները բուժելա, հետո բերելա եւ թեմա վստահել, այդ մարդիկ, որ Սրբազանի ձեռքից հաց են կերել, որոնց Սրբազանը փրկելա տարբեր կրիմինալ հանցագործություններից, փակելա քրեական գործերը, ուզում եք ես հավատամ, որ այդ մարդկանց մեջ Աստված կա, որտեղ եթե նրանց մեջ Աստված լիներ, նրանք չէին ընկրկի Վանեցյանի նշած որևէ կոմպրոմատից, իսկ մենք հասկացանք, որ ԱԱԾ նախկին պետը ասում է, ես գիտեմ, տեսել եմ, տեղյակ եմ, թե ինչ տեսանյութեր կամ ինչ կոմպրոմատներ ա դրվել նրանց առջև, որ նրանք դարձել են տիրադավ, նրանք դարձել են հուդա։ Գիտեք, նախորդին 3 մեկը կանանցից մեկը Էջմիածնում այդ 10 տիրադավների հետևից գոռում էր, բղավում էր Կճոյան and Company-ի հետևից, երբ որ նրանց որպես կարտոշկի մեշոկ խցկում էին գազելի մեջ, որ ժողովուրդը նրանց պատար չաներ, մեկը նրանց հետևից բղավում էր մեռնեիք ավելի լավ չէր, ես այդ կնոջը ասեցի տիկի նրանք արդեն մեռած են եւ ես իրականում այո այն կարծիքին եմ, որ նրանք այլևս մեռած են։ Գիտեք, ոչ բան չի, փաստ չի նրանց ողջության, փաստ չի, որ նրանք քայլում են, նրանք հաց են ուտում, նրանք շարունակում են դավեր նյութել։ Այդ մարդիկ մեռած են։ Այդ տիրադավներին, որ ես տեսա Էջմիածնում, ես տեսա մեռյալ մարդկանց, ես տեսա բացարձակապես դատարկված մարդկանց, որոնց մեջ այլևս դևն էր, իսկ ում մեջ այլևս դևն էր, նա վաղուց մեռած մարդ է, այնպես որ մի կոչ արեք նրանց, գնացեք մեռեք կամ ավելի լավ չէր, դուք մեռնեիք, որովհետև նրանք, այո, այլևս դիակ են, նրանք մահացած են։ Այո, մեր ժողովուրդը ուղղակի պետք է ճանաչի եւ հասկանա, որ իդեպ երեք նույնիսկ ասում էին 10 հոգի էլ չկա այդ թղթի տակ ստորագրած։ Գիտեք, ես այսինքն որ մենք ասում ենք 10 չեն, մի քանի Արմինե, ես պետք է հետ քայլ անեն։ Ես չեմ հավատում, այնտեղ բոլորն էին, բոլոր 13 այնտեղ էին, ավելին եկեք մեզ չխաբենք, եկեք երեսպաշտություն չանենք, ես ավելի քան վստահ եմ եւ իմ կանխատեսումները շատ վատն են, որ Նիկոլ Փաշինյանը իր արժեվ դրված խնդիրը միջև տարեվերջ լուծելու է եւ եկեք նաեւ հասկանանք մի բան, Նիկոլը դարձավ ցավոք սրտի այն լակմուսի թուղթը, որ բացահայտեց, որ մեր գեներալիտետի, մեր զինվորականության մեջ կա մի խավ, ով պատրաստ է մի օր Նիկոլի հրաժարականը պահանջել, հաջորդ օրը գնալ եւ կզել Նիկոլի առջև։ Նիկոլը դարձավ այն լակմուսի թուղթը, որ բացահայտեց, որ մեր մտավորականության մեջ կան լիքը մարդիկ, ովքեր ստահակի կարգախոս օգտագործելով ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ամեն մեկը իր համար մի կոմֆորտ զոնա է գտել եւ ապրում է։ Դուք տեսաք եկեղեցում օրինակ գրողների միության նախագահին, նկարիչների միության նախագահին կամ որևէ ստեղծագործական միության նախագահի, որոնց ես եմ տեսել վեհապարի առաջ 20 տակ կզած, 20 տակ ծնկի եկած, ոչ, ինչու ոչ, որտեվ ամեն մեկը քաղաքի կենտրոնում մի տարածք վերցրել, ըստ օդում կախված լուրերի օգտագործեմ Նիկոլի տերմինոլոգիան, տարածքի 90%-ը քաղաքի ամենակենտրոնում տալիս են վարձակալության, իրենց դեմքին քաշել են, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, պոռնկաբարո, պոռնիկի կարգախոսը եւ հանգիստ նայում են այս բարոյական, այս ազգակործան ավերին։ Այո, Նիկոլը դարձավ նաեւ այդ լակմուսի թուղթը, որ մենք տեսանք, թե իրականում ինչպիսին են մեր հոգևորականները, որ կարան մեկ ամիս առաջ Գևորգ Սրբազանի նման գնան եթեր եւ ուղղակիորեն պաշտպանեն, գովերքեն վեհապարին, ուղիղ 28 օր 7 ժամ հետո կարող են դառնալ տիրադավ։ Մենք տեսանք, որ մեր հոգևորականների մեջ կարող է լինել Հովանավանքի քահանայի նման մեկը, կարծեմ Արման անունով, ես իր հոգևոր անունը այլևս չեմ ուզում տամ, ով կարող է 18 թվականին Նիկոլի եւ իր թիմակիցների հասցեին իր սոցիալական էջում գրի ոչխար, իսկ երբ որ նրան ասեն, բա դուք ոչխար էիք ասում այս մարդկանց, ասեր, դե ես սխալվել եմ, ես լավ չէի ճանաչում իրենք ոչխար չեն։ Երևի գնաց աշխատեց Նիկոլ Փաշինյանից տանը, շատ սերտ հարաբերությունների
գրողների մեջ մտավ ու համոզվեց, որ ոչխար չեն, այսպես ասենք, շատ կարևոր բան եք ասում, այո, գրողների միության նախագահը վաղուց է լրաց, ես գիտեք, ես երբեմն մտածում եմ, որ մարդկանց անուններ նաև պետք է տանք։ Էդվարդ Միլիտոնյանը, իհարկե, եւ բոլորը մյուսների անունները չգիտեմ, ստեղծագործական առաջ եմ զանգահարել եւ դադարել եմ զանգահարելուց այլևս, պատերազմից հետո երբ ասացի գրողների միությունը, դուք պետք է ձայն բարձրացնեք, պիտի խոսեք, ինչ է կատարվում մեր երկրում, մենք գնացինք պարտվողական պատերազմի մեր սարան եւ այլն, Արմինե ջան, պետք չի, պետք է մտնել այսպես ստվերի տակ, մինչեւ անցնի վտանգը, հա, այսպիսի խոսքեր ես վաղուց դադարել եմ հարգարժան Տիկին Զորաբյան ջան, վաղուց դադարել եմ իրենց համարել մտավորականներ, այո, իրենք ինչ որ բնակարանի համար մի ազգային երգեր երգող երգիչ էլ կա, որը հերթական անգամ իր բնակարանի հարցը կենտրոնում լուծելուց հետո դարձավ նիկոլական եւ հիմա հանրայինի եթերից էլ չի իջնում, ինչպես տեսնում եմ, եւ դարձավ հակա-կաթողիկոս։ Ինձ համար շոկային այլևս ոչինչ չկա, հասկանում եք, այդ նույն մարդկանց, այդ այսպես կոչված գրողներին, մտավորական երաժիշտներ, չգիտեմ, կոմպոզիտորներ, նկարիչներ, որոնց ճանաչել եմ նախկինում, որտեղ իրենք ինձ համար այլևս մեռած են, փողոցում երբ որ ինձ տեսնում են, եթե մարդաշատ վայր չի, մոտենում ձեռքերս համբուրում են, ասում են մեռնեմ դուխիդ, էս ինչ ես անում, դու արա մենք չենք կարա, մենք տարբեր բաներով կաշկանդված ենք, ապրես, 1000 տղամարդ արժես, զզվում եմ այդ ձևակերպումից, երբ որ կնոջը ասում են 1000 տղամարդ արժես, մի կերպ մենք ես աղետից փրկվենք, ես հո գիտեմ, թե իրականում իրենք ինչպիսի արգահատանք ունեն ռեժիմի հանդեպ, երբ որ հիշում եք մի պահ պատերազմից հետո թված, թե Նիկոլի հեռանալը մոտ է, բոլորը իրար տրորելով, պատնոշ կատալով, նույն գրողների միությունը, բոլոր ստեղծագործական միությունները ազգային ակադեմիայով ամեն ինչով հայտարարություն ընդունեցին, այսօր իրանք լուռ են, որովհետև ամեն մեկը իր լափի փոքր կոմֆորտը գտել է եւ այդ լափի փոքր կոմֆորտի մեջ, ճահճի մեջ ուղղակիորեն սատկում է։ Եվ դա մեր ողբերգությունն է, որովհետեւ այդ ճահճային վիճակը թույլ է տալիս, որ Փաշինյանը շարունակի մնալ իշխանության եւ շարունակելու է, ցավոք։ Դրա մասին քիչ անց կխոսենք, բայց երեկվա այդ սցենարը շատ հետաքրքիր էր, հա, դուք այսպես թատերական ավարտած մեր հայտնի նաև լրագրողն եք եղել, նաև հետաքրքիր քաղաքական գործիչ եք, հիմա ես կարծում եմ, որ երևի այդ դրվագը պետքա նկատեք, հա, փորձեց սադրանք սարքել, ստացվեց թե ոչ, որովհետև իմ տպավորությամբ ինքը 3 մարտավարությունը փոխել էր, ավելի քիչ էին ՔՊ-ական պատգամավոր մարզպետ եւ այլն, իհարկե կային այդ ձեր ասած առուների մակարդակով մի քանիսը, որպեսզի այսպես կենտրոնացնեին մարդկանց ուղղորդեին, բայց հիմնականում քիչ էին ՔՊ-ականները, փորձ արեց Փաշինյանը կարծես հետ քայլ անել ՔՊ-ի պարագայում, որպեսզի առաջ մղվի ընդդիմությունը եւ հետո աշխարհին ասի, տեսեք, 10 եպիսկոպոսները գնացել են, հոգևոր թեմա է, ընդդիմություն դու ինչ գործ ունես, քիթդ մտցնում ես, ասենք եկեղեցական գործերի մեջ, հաջողվեց իրեն այդ սցենարը բեմադրել։ Քանի որ Նիկոլին լավ եմ ճանաչում եւ գիտեմ, թե ինքը ինչի դա հատուկ արեց, եւ երբ որ շատերը ասում էին հեսա սադրանք ալիներու բան, ես ասում էի ոչ, Նիկոլի նպատակը այսօր սադրանքը չէ, Նիկոլի նպատակը այսօր ստանալ տեսարան, որի թե բացատրեմ թատերական տերմինով, ստանալ տեսարան, որտեղ 10 հոգևորականներ բարի կամքով, բարի խոսքով գալիս են եւ հորդորում են վեհապարին, ինչպես իրենք են ձևակերպում, մեկնել հանգստի, գնալ հանգստի, հանգստանալ եւ վեհապարն ու ընդդիմությունը մերժում են։ Ինչի արեց Նիկոլը երեկվա արարը, որpիսի այսօրվանից սկսվող հաջորդ արարները, երբ որ մենք կտեսնենք, թե ինչպես հմեկը եւ իրենց կաբլուկի տակ գտնվող լրատվամիջոցները կսկսեն ողողել վեհապարի իբր կատարած հանցագործություններով, հա, դրանով ինքը ընդամենը հող է նախապատրաստում վեհապարին կալանավորելու համար, ասելով, որ մենք բարեկամաբար հորդորով հոգևորականները եկան, ինքը մերժեց, այլ տարբերակ չի մնում, քան բացահայտել այն ամենը, ինչ իրականում արել է վեհապարը եւ բնականաբար, եթե Արշակ Սրբազանին սարքում են բարիք ջեբը պլան գցող, բնականաբար մենք վաղը կարող ենք լսենք, որ վեհապարին սարքել են օրինակ եկեղեցական հողեր վաճառող
կամ ես չգիտեմ գրպանահատ եւ տանելու է վեհապարին կալանավորման ու պատահական չէր որ ինքը ասեց որ 2-3 օրից վեհապարը այլևս չի լինելու ոչ ֆիզիկական իմաստով Հա եւ իրենք ասեցին որ մենք գալու ենք աղոթքի առանց Այո Այսինքն դուք կարծում եք որ Փաշինյանը հստակ գնում է միանշանակ աներկբա դուք Նիկոլին լավ չեք ճանաչում եթե մեր ընդդիմությունը ունենար Նիկոլի վճռականության Նիկոլի համառության Նիկոլի ֆանատիզմի 0.000 քանի տոկոսը հավատացնում եմ ձեզ որ մենք կհաջողեինք ինքը ֆանատա իր մտագար իր անառողջ մտքերի եւ եթե իր մտքերը լինեին առողջ եթե ինքը սպասարկեր հայկական օրակարգ հավատացնում եմ ձեզ ֆանտաստիկ ղեկավար կլիներ բայց քանի որ իր օրակարգը հայկական չէ եւ այդ մտագարությամբ այդ ֆանատիզմով այդ հետեւողականությամբ ինքը իրականացնում է ոչ հայկական օրակարգ այստեղ է մեր խնդրեմը այո Ճիշտ եք ասում եւ իսկապես օրակարգ թելադրողը դրսից են միանշանակ Աշազադեի հայտարարություններից 1-2 օր անց մի հատ նայեք Երևանից հետո ինչ է կատարվում ադրբեջանական մամուլում ինչ խրախճանք է ինչ տոն եւ ուրախություն ա որ ինչպես են ստորացնում վեհապարին ինչպես են կտրել էին դրվագներ այդ մի քանի անլվաներից որ ինչ ասես գոռում էին վեհապարի հասցեին եւ այդ ամբողջը անկեղծ ասած ես ադրբեջանական մամուլում եմ տեսել եւ այսինքն եւ Ադրբեջանը եւ Թուրքիան եւ մեր թշնամական էլի պետություններ կան ուժեր կան նաեւ ուժային կենտրոններ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ ուղղորդմամբ ստացան այն կադրերը, որոնք հակահայկական են, մեր հակաեկեղեցական են, հային բարգավեկող են։ Լավ, հիմա պիտի հասկանանք մենք այսպես ուր ենք գնում, էլի։ Եկեղեցին ոչնչացնում է, բանակը թուլացրել է, ոչնչացրել է եւ այս կարևոր մեր հենասյուների կրթական համակարգը ոչնչացնում է, կրթությունը նորաձև է այսպես մոգնված սցենարով եւ այս փոշիացած արժեհամակարգի պայմաններում մենք գնում ենք 2026-ի ընտրություններ։ Շատ լավ կլիներ, որ օրինակ ես այդ կարծիքին էի, որպես քաղաքացի, որպես լրագրող, որ չհասներ գործը 2026-ի ընտրություններին, բայց կարծես թե այդ աժոտաժը կա, Ցավոք այո պատրաստվում են ընդդիմադիր դաշտում եւս դրան։ Այսինքն իմպիչմենտը չգործեց։ Տեսեք, ինչ շատ կարևոր թեմայի անդրադառնալը, որտեղ ես նկատել եմ, որ երեկվա թողուբոհի արդյունքում մեր լրատվամիջոցների եւ քաղաքական դաշտի աչքից վրիպեց մի կարևոր փաստ։ Երեք Բաքվում պետական մեղադրողը Ռուբեն Վարդանյանի համար պահանջեց ցմահ ազատազրկում։ Ավելին պետական մեղադրողը նշեց, որ Ռուբեն Վարդանյանը չի զղջում իր կատարած իբր հանցագործությունների համար, իսկ Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 42-ից ավել հոդվածով, որից 17-ը ենթադրում է ցմահազատազրկում, ռազմական հանցագործություն, վանդալիզմ, մարդկանց ստրկատիրության ենթարկել, զինված խմբավորումներ, ահաբեկչական խմբավորումներ ձևավորել եւ այլն, եւ մենք տեսանք, որ Ռուբենի ընտանիքը փոխանցեց ուղերձ, ես կարծում եմ այդ ուղերձը լինելու է նաեւ Ռուբեն Վարդանյանի, որովհետև վերջի խոսքի իրավունք, ելույթի իրավունք տրվելու է Ռուբեն Վարդանյանին եւ հենց այդ էր արձանագրել ադրբեջանական մամուլը, որ նրա ընտանիքի փոխանցած խոսքում Ռուբեն Վարդանյանն ասել է, որ ինչ արել եմ, ճիշտ եմ արել, որևէ բանի համար չեմ զղջում, Արցախը կա եւ Արցախը մնալու է։ Հասկանում եք, սա է արժանապատիվ հայը, ոչ թե այն, ես չեմ էլ ուզում համեմատել այն տիրադավների հետ, ում առջև մի հատ վիդեո են դրել իրենց նորմալ կամ չգիտեմ ոչ ավանդական կամ ոչ ավանդական սեռական հարաբերությունների մասին եւ իրենք դարձել են տիրադավ հասկանում եք մենք մոռացել ենք մեր ռազմագերիներին մենք մոռանում ենք որ Արցախի քաղաքական էլիտային դատապարտել են ցմահ ազատազրկման եւ միջազգային հանրությունը աչքերը փակ նայում է այս ամենին Թրամփը Լուկաշենկոին խնդրում է եւ Լուկաշենկոն ազատում է 123
բանտարկյալներ, որոնց գերակշիռ մեծամասնությունը քաղաքական հայացքների համար բանտարկված են, բայց նույն Թրամփը, որ Արամ կաթողիկոսի հետ մինչ իր ընտրվելը զրույցում խոսում եւ ակնարկում էր այն քրիստոնյաների մասին, ովքեր գտնվում են Բաքվի բերդում, որևէ քայլ չի անում, իսկ ինչու չի անում, որովհետեւ ասում են, ձեր իշխանության օրակարգում այդ մարդկանց վերադարձի հարց չկա։ Այո, ճիշտ եք հիշում։ Հիմա այո։ Եվ հիմա այս իրավիճակում շնորհակալ եմ, որ դուք Ռուբեն Վարդանյանի եւ նամակը հիշեցիք եւ մեր գերիների հետ կապված։ Ճիշտ եք, մենք մեր ներքին այս մի օրակարգ է նետում դաշտ, Փաշինյանը կամ մի խայտարակ գրառում կամ մի ձեռքի բոլորը եւ բոլորը սկսում են դրանով տարբեր ծամել իր օրակարգը, իրական մեր այսպես նյարդային։ Ինչ վերաբերում է վիճակում է կներեք, էլի գտնվում մեր ռազմագերիները ամեն վարկյանը Բաքվի բանտում, ուղղակի պետք է մենակ պատկերացնել, բայց մենք կարծես տարված այդ ամեն ինչով չեմ կարող ասել մոռանում ենք, բայց մեզ ինքը շատ կարողանում է լավ շեղել, էլի այս ընթացքի։ Այո, գիտեք, մեր ամոթն է, որ Վիգեն Էլջեքչյանի կինը Լինդան դիմել է Մեհրիբան Ալիևային եւ Լինդան խնդրել էր, ես Լինդայի հետ կապի մեջ եմ եւ խնդրել էր, որ իր այս քայլը ես տեսա մամուլում, խնդրել էր, որ իր այս քայլին մենք ըմբռնումով մոտենանք, որովհետեւ ինքը հասկանում է, որ իր ամուսինը չի ապրելու։ Մեր ամոթն է, այո, որ ռազմագերիների ծնողները, մայրերը, մեր ամոթն է, որ անհետ կորածների ծնողները ինձ նախորդին ասում են, մենք ուզում ենք Ալիևին նամակ գրել, ասել եմ, ինչ եք ասում, այս ինչի մասին եք դուք մտածում, բենզալցակայինից, այո, դա մեր ամոթն է, ես եմ իրենց հորդորել, բենզալցակայանից անհայտ 22 կորածների ծնողներ ասում էին, ինչ անենք, մենք մտածում ենք անգամ Ալիևին նամակ գրենք, ասենք, եթե մեր որդիները քեզ մոտ են, բաց թող նրանց, ես եմ հորդորել նրանց այդ քայլին չգնալ, ասելով, որ մի արեք այդպիսի բան, որովհետև դա հարցի լուծում չէ եւ երկրորդ դա իսկապես ես համարում եմ ամենածայրահեղ եւ ինձ համար ոչ ընդունելի քայլ, բայց ես չեմ կարող Վիգեն Էլջեքյանի կնոջը Լինդային մեղադրել, ով դիմել է Մեհրիբան Ալիևային եւ աղերսում է, ներողություն է խնդրում հայ ժողովրդից, ասում է, որ ես ճարահատյալ եմ գնացել այդ քայլին, որտեվ ես կկորցնեմ իմ ամուսնուն, բայց ես ուզում եմ, որ իմ ամուսինը լինի մեր կողքին, լինի իր երեխաների կողքին, սա ինչի մասին է խոսում, սա խոսում է այն մասին, որ մենք չունենք պետություն, որ զինվորի անհետ կորած զինվորի ծնողը մայրը մտածում է ում նամակ գրի, ռազմական հանցագործ մեր երեխաներին մորթած Ալիևին։ Այո, գանք 26-ին, այո, կանությունն է եւ դառնանք թե մենք ինչ ենք լավ այս ամեն ինչի ինչ ենք անում դիմագրավելու այս ամեն ինչը արդեն 5 տարի է խոսում ենք Տիկին Զորաբյան, դուք մեր այո համարձակ քաղաքական գործիչներից եք, ինչի համար նաեւ ես շնորհակալ եմ, շնորհակալ եմ այն բոլոր մարդկանցից, ովքեր չմտան սեղանի տակ, ինչները պահած թե եւ կանցնի վտանգը։ Եվ հիմա ուզում հասկանալ, խոսքն իր տեղում է, հիմա նույնիսկ ամեն ինչ խառնվել է իրար, քաղաքական նաեւ են գործիչները, որոնք ավելի շատ գործ պիտի անեն, լրագրողներից գործն են անում, այսինքն խոսում են, հաճախ նաեւ ես իմ հեռուստադիտողներից լսում եմ հետեւյալ խոսքը, հերիք է խոսեք, ուղղակի բայց լրագրողներից գործը եթե խոսելն է, ապա գործը չկա, եթե խոսքը լավ է արվում, ապա գործը չեն, վրդովում են մարդիկ։ Հիմա ուզում եմ հասկանալ, այդ գործը ինչից պիտի սկսվեր, պատտվեց իմպիչմենտի գաղափարը, որ սահմանադրորեն եթե պիտի հեռացնենք, ուրեմն տալիս է հնարավորություն, եկան, կարծես թե միացան, մեկ-մեկու ձայներ փոխանցեցին եւ տեսեք, այդ իմպիչմենտի գաղափարին խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցության միանալը դա բլեֆ էր, որովհետեւ չեմ միանում հայտարարությունով, չեմ միանում, որ մեր ստորագրությունները այնտեղ դրած է, գնացեք վերցրեք, միանում են կոնկրետ գործ անելով։ Այո, ես գտնում եմ, որ շատ կարեւոր հնարավորություն օրենսդրորեն սահմանադրության ընձեռած միակ հնարավորությամբ, որտեղ օրակարգը չի թելադրում եւ չի կարող թելադրել Նիկոլ Փաշինյանը, դա իմպիչմենտն էր, ցավոք սրտի բաց թողնվեց։ Հիմա ինչ է կատարվում։ Ներողություն Տիկին Զորաբյան, մյուս կողմն էլ ասում եք բլեֆ է դա մեջտեղ բերելը։ Ճիշտ է, սահմանադրորեն դա կա, բայց հաշվի առնելով այն կազմը, որ կա ԿՊ-ական, այդ մարդիկ ովքեր
կոճակ սեղմելու Փաշինյանի բոլոր հրահանգները ձեռքերը վեր պարզած կատարողներ են։ Այդ կատարածուներից դուք ինչ եք պատկերացնում։ Տեսեք, ես դրան հակադարձելու եմ։ Մենք առաջ խոսում ենք այն մտավորականների մասին, ովքեր տուն ստանալով են դարձել նիկոլական հայրենիքը դավաճանելու, բայց ԿՊ-ական թիմը որ եկե նստել է։ Տեսեք, համաձայն չեմ այդ դիտարկման։ Դրանից սպասել, որ իրենք պիտի Նիկոլի դեմ ինչ որ բան անեն։ Այո, ես համաձայն չեմ այդ դիտարկման հետ եւ կրկնում եմ, որ շատ կարեւոր հնարավորություն, իմպիչմենտի հնարավորությունը բաց թողնվեց, որտեղ խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը պարզապես միացավ գալեչկայի համար, ասելով հենա իմ ստորագրությունները։ Ես համաձայն չեմ իրենց պարզաբանման հետ, որ դա բլեֆ էր եւ որևէ մեկը չէր միանալու եւ նորից պիտի հիշեցնեմ 2018 թվականի մարտի 1-ը։ Մարտի 1-ին ազգային ժողովում նստած, եթե ինչ-որ մեկը ասեր, որ մարտի 8-ին 7 օր հետո Նիկոլ Փաշինյանը այս խորհրդարանով, այս խորհրդարանի կազմով ընտրվելու է վարչապետ, ես ինչպես հիմա Հայաստան խմբակցությունն է ասում, կասեի հոդուկ խելար չեք, դա հնարավոր չէ։ Մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը չանցավ, 7 օր հետո երկրում ստեղծվեց այնպիսի իրավիճակ, որ այնինչ թվում էր ոչ միայն անհնար, այլև գիտա-ֆանտաստիկայի ժանրից, դա դարձավ հնարավոր, եթե քայլը արվեր եւ ժողովուրդը իրապես տեսներ, որ այս մարդիկ գնում են իմպիչմենտի ճանապարհով, որտեղ օրակարգ չի կարող թելադրել Նիկոլը, ես հավատացնում եմ ձեզ, ինչ որ բան հնարավոր կլիներ շարժել։ Զորավենից չեմ ուզում իհարկե մեր ընդհանուր թեմայից շեղմել շեղվել ժամանակի առումով, բայց ինձ թվում է համեմատությունը այդքան էլ բան չէ, որովհետև 2018-ին իշխանության ներսում էլ կային մենք տեսանք, չէ, շատ-շատերը գնացին հենց իրենց ցանկությամբ, իսկ սկզբանե կանգնեցին։ Տեսեք, իսկ մենք ինչ գիտենք։ Իրավիճակ կար, մի քիչ այլ էր իրավիճակը։ Սիրելի Արմինե, այս կոճակ սեղմողների լրիվ ուրիշ բան է այս պահը։ Ով է փորձել, իսկ ինչ որ մեկը փորձել է աշխատել ԿՊ падգամավորների հետ։ Հավատացնում եմ ձեզ, որ մարդիկ ասում են անհնար է։ Ոչ, իրանք չեն էլ փորձել։ Կույրեն, խուլեն, այդ մարդիկ բերված են, նույնիսկ ավելի վատն են, քան 18 թվականի 21-ի 18 թվականի այն թիմներ։ Ես էլ արժանապատիվ էլի մարդիկ դուրս եկան պատերազմից։ Քանի որ ես էլ ասում եմ, այդպես չի, համաձայն չեմ։ Ոչ, կապ չունի, ես չեմ նայում ազգային ժողով կատեգորիկ, որտեղ ինձ հետաքրքիր չի նաև ընդդիմության Զոյա Կասմաձեմյանցկայի ոճով հիմարությունները, որ գնան հերոսական հարցեր տան։ Ես ազգային ժողովի որևէ նիստ 21 թվականի օգոստոսի 2-ից այս կողմ չեմ նայել, որտեղ դա ինձ հետաքրքիր չի։ Ես ասում եմ, համաձայն չեմ, ես մասնավոր զրույցներ չեմ հրապարակում, բայց ես կարող եմ ասել, որ հայրենիքի փրկության շարժման ժամանակ եւ նաեւ Բագրատ Սրբազանի շարժման ժամանակ ես եմ անձամբ ստացել ԿՊ շատ բարձրաստիճան, եկեք չասեմ ինչ որ չհասկացվի, որ այո, եթե իրավիճակ փոխվի եւ եթե մենք ընդդիմությունը երաշխիք տա, իրենց տա հումանիտար միջանցք, իրենք կանցնեն ընդդիմության կողմը, այնպես որ այդ մարդկանց հետ պետք էր աշխատել, դրսում պետք էր ստեղծել կրիտիկական են էներգետիկան, հրաբուխի են էներգետիկան, որ այդ մարդիկ, որոնցից շատերը այո պատանդեն, որոնցից շատերին հետագայում պիտի որպես թրաֆիկինգի զոհ, նրանց թրաֆիկինգի զոհի կարգավիճակ տալ, հավատացնում եմ ձեզ, իրավիճակ կփոխվել։ Հեշտ է ասել հնարավոր չի հիմա, երբ որ Նիկոլ Փաշինյանը բոլորի այսպես թույլ կոճակները սեղմել է, բայց երբ որ մարդիկ տեսնեին այսքան, թեկուզ մի հատ նեղ, չեմ ասում բոլորի մասին, չեմ ասում Ալեն Սիմոնյանի եւ մյուսների մասին, ովքեր այրել են այլևս հետդարձի որևէ կամուրջ, բայց նրանց մեջ կան մարդիկ, ովքեր եթե մի հատ պստլիկ արահետ տեսնեին Նիկոլից փրկվելու, հավատացնում եմ ձեզ կփրկվեին։ Լավ, դե հիմա բնականաբար հարց է առաջանում, ուրեմն ինչու չգնաց Հայաստան խմբակցությունը։ Չեմ կարող, այդ ինձ բացարձակ հետաքրքիր չի, իրանք մտածում են, իրանց մարտավարությունը սա է, որ ընտրություններով հնարավոր է իրավիճակ փոխել, եւ հիմա իրանք գնում են եւ բոլորը ես տեսնում եմ քաղաքական դաշտում գնում են 26 թվականի խորհրդարանական ընտրության, ես տեսնում եմ, որ ստեղծվում են կուսակցություններ, որոնք ես շատ ցավով եմ ասում, այսպես
ստանալու են 1, 1.5, 2, մի քիչ կմոտենան, հա, ասենք 3.5% անցողիկ շեմին, անցողիկ շեմը չեն հաղթահարի, բայց քանի որ իրանք այնքան ամբիցիոզ են, այնքան զվյոզդնին իրանց տարելա, որ ասենք գալիս են մայրաթոր եւ նենց են քայլում, ոնց որ վեհափառը իրանք են, այդ իքիբիրները, այո, ես դրանց անունը դրել եմ իքիբիրներ, որոնք շատ լավ գիտեն, որ իրենք անցողիկ շեմը չեն հաղթահարելու, բայց չեն էլ փորձում միավորվել մեծ ընդդիմադիր բևեռներով եւ իրանց չմիավորումը բերելու է նրան, որ իրենց այդ ամբիցիաները, իրենց այդ նապոլեոնիզմը, իրենց չգիտեմ ինչի տեղ դնելը, ասում եմ երեք նենց մտան մի երկուսը վեհարան, որ ինձ թվաց թե իրանք են հաջորդ վեհափառը բերելու է նրան, որ իրանց ձայնը փոշիանալու է եւ աշխատելու է ՔՊ-ի ու Նիկոլ Փաշինյանի օգտին։ Դուք վստահ եմ լսել եք Արման Թաթոյանի հայտարարությունը, որ եթե ես հիմա բառացի չեմ կարող ասել, ուղղակի միտքը փոխանցեմ, եթե ուզում եք որ Նիկոլ Փաշինյանը հեռանա, նախկին նախագահները պետք է դաշտից դուրս գան։ Իհարկե լսել եմ եւ պատասխանել եմ։ Եվ հիմա օրինակ շատերը մտածում են որ ճիշտ է ասում, ինչու, որովհետեւ ժողովրդի մոտ կա, եթե գնում ենք, ասում են, եթե նախկինները պիտի գան, ուրեմն մենք մեր ձայնը կտանք Փաշինյանին։ Այսինքն դեռ Փաշինյանի այդ նախկիններ ներկաներ, հա, այդ թեզը, այդ խայտառակ դա պետք է ջարդել, չէ, դա չի աշխատում, որովհետեւ դա թարմացնում են Արման Թաթոյանները, ես ասել եմ եւ հիմա էլ եմ կրկնում, Արման Թաթոյանը ուղղակիորեն այդ կարգի հայտարարություններով սենց քիփլիկ տեղավորվել է Նիկոլ Փաշինյանի օրակարգի մեջ, որտեղ դա Նիկոլ Փաշինյանի օրակարգն է, ներկա, այո, նախկին ներկա, դա Նիկոլ Փաշինյանի օրակարգն է եւ Արման Թաթոյանին ինչ որ մարդիկ հուշել են կամ ինքը որոշել է, որ հասարակության մի սեգմենտ կա, մենք տեսնում ենք սոցիոլոգիական բոլոր հարցումներով, մի 60% սեգմենտ կա, որ չի սիրում ոչ նախկիններին, ոչ ներկաներին եւ Թաթոյանին եւ այդ կարգի մարդկանց թվում է որ ասեն ոչ նախկին ոչ ներկա ես իրանք ստանալու են այդ 60%-ի ձայնը ես հիմա կարող եմ գրել եւ ստորագրել այդ կարգի կուսակցությունները ովքեր իրանց կարծիքով շուստրավատ են լինում եւ փորձում են իբր ռևերանս անել այդ ապատիկ հատվածին որը այս պահի դրությամբ չի պատրաստվում գնալ ընտրության, իրենք են ստանալու այդ ձայնը, չեք ստանալու, չեք ստանալու, այո, ձայները, այո, բնականաբար, մեր սահմանադրությամբ այդպիսին է, որ այդ իքիբիրների ձայները, ես իքիբիր վիրավորական չեմ ասում, զուտ փոքր տրամաչափի չափով եմ ասում, այդ ձայները գնալու է քաղաքացիական պայմանագրին, այո։ Եվ այդ վտանգը իսկապես կա, դրա համար էլ ես ինքս նաև հարցում իմ հենց այդ միտքը արտահայտեցի, որ նախընտրելի էր Փաշինյանի գործընթացը մինչ ընտրությունները, որտեղ 1000 ու մի մեթոդ օգտագործելու է։ Դրա վկան տարբեր թիմ ընտրություններն են, որտեղ տեսնում ենք ինքը ինչ օրինականացված ընտրակաշարք է օգտագործվելու։ Արդեն իսկ վարկեր են ներվում, տաքսիստների ժամկետանց տուժուտուգանքներն են ներվելու օրինականացված ընտրակաշարք, էլ չհաշված Եվրոպական միությունից հսկայական գումարները, այնպես որ այսինքն ոչ միայն ներքին դաշտում ինքը ժողովրդի է թույլ տեղերը իմանալով կաշառքի տարբեր մեթոդները, ընդ որում օգտագործելու այդ մեթոդները մինչև ընտրության այդ օրը եւ դա արվելու է օրենքի տակ, որ դա չդիտվի ընտրական Մանիպուլյացիաներով դրան է գումարած պետական ապարատի վարչական ռեսուրսներ, գումարած բանակի ձայն, գումարած աղանդավորներ։ Այդ որ հաշվում ենք, արդեն ցավով ու սարսափով պիտի ասեմ, որ վերընտրության, այո, մեծ շանսեր ունի նա։ Ընդ որում, որ մենք դուրս ենք գալիս հարցումների, ասեմ ձեզ ժողովուրդը միանշանակ դեմ է։ Կարող է զգոնությունը մի քիչ թուլացած է, մի քիչ պասիվ է, բայց ասում են ատում ենք այս մարդուն։ Ես օրինակ երբևէ չեմ լսել որևէ նախագահի հասցեին, ասենք դժգոհություններ, բայց ատելություն, այո, ասենք զսպանակված ատելություն չի եղել։ Սա այսօր է, որ ականատեսը լինում ենք։ Հիմա դառնանք Եվրոպային։ Ստացվում է, որ Փաշինյանը եւ ներսում է հարցերը կարողացել լուծել, առնելով սրան նրան գնելով եւ այլն, եւ Եվրոպային կարողացավ խաբել։
15 միլիոն եվրո դրամագլուխ ֆինանսական աջակցություն պիտի ստանա ԵՄ Կալասը պարզասեց հայերն են եկել մեզ խնդրել են որ մենք մեր հնարավորությունները մեր փորձը դեպ հողում անելով Մոլդովային կարողանանք նաև այդ հարցում օգտակար լինել հիբրիդային պատերազմից ժողովրդավարությունը հայաստանյան փրկելու համար Տեսեք, ինքը չի խաբել Եվրոպային, բացարձակ Նիկոլը չի խաբել Եվրոպային, Եվրոպայի օրակարգն է ամեն գնով պահել Նիկոլին, ես կրկնելու եմ այն, ինչ մստապես ասում են եվրոպական կառույցներում Նիկոլը փողոցում ցուցարարների էլ գնդակահարի մենք ասելու ենք որ այդ փամփուշտը ուղղված էր Հայաստանում ժողովրդավարությունը փրկելու եւ պաշտպանելու որովհետեւ Նիկոլը մեզ համար այն կատարյալ գործիքն է որով մենք տարածաշրջանը մաքրելու ենք Ռուսաստանից ուստի Նիկոլը ինչ էլ անի մարդ էլ ուտի ընդդիմության այսենց Կալաշնիկովը հանի անձամբ դուրս գա ցույց այսենց մաղի գնդակահարի մի հատ էլ Իսկանդեր քցի որը բացվի իր ասած 10%-ով եվրոպական միությունը ծափահարելու է եւ ոչ միայն ասելու է որ այս Իսկանդերը շպրտված ընդդիմության վրա ժողովրդավարությունն էր պաշտպանում այլև նոր Իսկանդերներ է ֆինանսավորվելու այնպես որ այդ բլեֆը 15 միլիոն դոլար տալիս ենք Ռուսաստանի հիդեմ այդ Ռուսաստանի սանձազերծած հիբրիդային տեղեկատվական պատերազմի դեմ պայքարելու համար այդ ում է կեշի տեղ դնում ինչ պատերազմ Ռուսաստանը լոյալ որպես այսենց մի հատ դոնդող նստած նայումա թե ինչ է կատարվում Հայաստանին եւ ես բացարձակապես եմ որ գնում իբր թե Կիրիենկոյի ընդունարանում նստում են քարտուղարուհու հետ կոֆե են խմում գալի ասում են ես եմ Ռուսաստանի մարդը կամ ամեն մեկը գնում ընդ մի հատ FSB-ի գեներալ կպցնում է երկու հատ տենդերա շահում գալի ասում է ես եմ Ռուսաստանի մարդը սա աբսուրդ է ցավոք սրտի այո Այս ռեժիմը ունի արևմուտքի տոտալ աջակցությունը եւ այս ռեժիմը ունի Ռուսաստանի տոտալ լոյալությունը Ինձ ամեն դեպքում հետաքրքրեց փաստաբանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամի հետևյալ դիտարկումը շատ կարճ ներկայացնեմ Փաշինյանը անամոթաբար մանիպուլացնում է արևմուտքին ԵՄ-ին մատի վրա խաղացնում է փաստաբաններ ասել եւ հիշեցրել էր Կալասին կանոնակարգի ԵՄ կանոնակարգի 21-րդ հոդվածը ըստ որի արտաքին քաղաքականությունը պետք է համահունչ լինի ժողովրդավարական իրավունքի գերակայության սկզբունքներին եւ ասում է Փաշինյանին անխոհեմության հակաժողովրդավար պահվածքի համար է այդ գումարը տալիս բայց ինքը համոզված է այս փաստաբանը որ մանիպուլացրել է կարողացել է խաբել կարողացել է ներկայանալ իսկապես այդ կերպարով եւ ահա խնդրեմ ստացել է իր ուզած գումարը Ես հասկանում եմ, որ Ռոբերտ Ամստերդամը որպես շատ բարձր գումար ստացող իր ծառայությունների համար այստեղ անց, այդպիսի բան պիտի ասի, բացարձակապես ոչ, եվրոպական կառույցները շատ լավ գիտեն, թե Հայաստանում բռնապետության առումով ինչ իրավիճակ է, նրանք շատ լավ հասկանում են այս խայտարակ քաղաքական հետապնդումները, իրենք ամեն ինչ այսպես գրում, դնում են իրենց դարակներում, բայց այս ամեն ինչի վրա իրենք աչք են փակել եւ շարունակելու են աչք փակել, մինչեւ իրենց խնդիրները չլուծվի եւ այո, ես նախորդին նկատեցի Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի գրառումը, որ Հայաստանի վրայով բուլդուզերով անցան Հայաստանի վրայով, Հայաստանը փշրեցին եւ փոշիացրեցին եւ իր ամբողջ մեղադրանքների սլաքը ինքը ուղում է արևմուտքին, ուղում է նույն Թրամփին, ասելով եւ դա արեց մի շիզոֆրենիկ, ով երկրների անուններն է խառնում, Ալբանիա, Ադրբեջան եւ ով անգամ չգիտի ինչա Իրանից ներկայացնում այս տարածաշրջանը, այնպես որ Եվրոպան շատ լավ գիտի թե իրականում ինչ է անում Նիկոլը, իրանք ամեն մի հանցագործություն, խոսքի ազատության, ժողովրդավարության դեմ այսպես սիրուն գնում եւ պահում են իրանց պապկաներում, որ անհրաժեշտության դեպքում դրանք հանեն կամ չհանեն։ Այո, եւ երբ ասում եք Եվրոպան վաղուց արդեն դավաճան է իր արժեքներին։ Շատ վաղուց։ Եվ այսօր էլ ուղղակիորեն եթե մտցնում է մեր ներքին գործերի մեջ, միջամտում է ուղղակիորեն պահելով իշխանության ղեկին իր համար նպատակահարմար, իր քաղաքական շահերին համահունչ գնացող Նիկոլ Փաշինյանին դա փաստ է։ Անկեղծ ասած, այ որ դուք խոսում եք, ես հիմա մտածում եմ, լավ, այնքան տեսանելի է այս ամեն ինչը, դա չեն տեսնում եվրոպական գովքով զբաղվող որոշ
հայաստանյան ընդդիմադիրներ, որոնք դարձել են Փաշինյանի սատելիտ այս կառույցները։ Սիրելի Արմինե, մարդիկ ֆինանսավորվում են, տեսնում են, մարդիկ ես օրինակ բերեմ։ Իրանք թքած ունեն։ Ես հիմա ձեզ կբերեմ մի օրինակ։ Ես մի ծանոթ ունեի հասարակական սեկտորում, ես խոսում եմ շատ տարիներ առաջվա մի դեպքի մասին, ինքը անընդհատ ինչ որ գրանտների համար ծրագրեր էր գրում, ատելով համասեռամոլներին։ Ես ինքս սեռական փոքրամասնության հանդեպ բացարձակ լոյալ անձնավորություն եմ, մարդու սեռական կյանքը ինձ բացարձակ չի հետաքրքրում, այդ անձնավորությունը ատում էր, ասում էր դրանց պետք է վառենք եւ ինքը գրանտ ստացավ LGBT համայնքի շահերը պաշտպանելու համար, երբ որ հարցրեցի, ասեցի, բայց դու ատում ես այդ համայնքին, ասես դե ինչ անեմ, կատուների շների թեմայով գրանտ չտվեցին, ես չգիտեմ, կանանց իրավունքների պաշտպանության գրանտ չտվեցին, այդ մի գրանտներ ազատ դա տվեցին, այնպես որ ասում եք, բա չեն տեսնում այս քաղաքացիական հասարակությունը ինչ է կատարվում, իհարկե տեսնում են, բայց իրանց դա չի հետաքրքրում, իրանց հետաքրքրում է իրանց լափը, իրանց փողը։ Գիտեք, շունչ կտրելու չափ այո, զարմորելի է, այո, սա է։ Ես հիմա որ դուք դա ասում եք, ես հիշեցի Արցախի մեր հայտնի գործիչներից մեկը, երբ որ Արցախի այդ զտման օրերն էին փախուստ, ցեղասպանությունից մի կերպ գալիս էին դեպի Հայաստան, իրենցից մի քանիսը ինձ ասում էին, գիտես, ասում էին, Արցախում այդ վերջի պահին անգամ մարդիկ կային, որոնք մտածում էին այդ ՀԿ-ների միջոցով փող աշխատելու մասին։ Գուցե չէին էլ պատկերացնում, որ լինելու էր Արցախի հայաթափում, բայց այդ նեղ մոմենտին զբաղված էին իրենց սոցիալական խնդիրը լուծելով։ Տիկին Զորաբյան ջան, ես սարսափում եմ, որ նույն process-ը կարա լինի Հայաստանի հետ։ Այս պահին ոտատակ են կնգել, գնում ենք եւ ընդ որում Փաշինյանի քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ մենք աշխարհի ուժեղների ոտքի տակ ենք ուղղակի ընկնելու եւ վերանալու է հայոց պետականությունը։ Այո, մենք դրանով գնում ենք։ Այո, մի հատ փոքր, չգիտեմ, փոքր համայն կլինենք մեր հայրենիքում։ Դա սարսափով եմ ես այդ ասում, բայց գալու է օրը, որ Հայաստանում լինելու է ընդհանրապես հայկական թաղամաս հայերով, էթնիկ հայերով բնակեցված։ Եվ ես դա շատ հստակ տեսնում եմ, եւ դա շատ տեսանելի է, եւ դա շատ սրընթաց արագությամբ է գնում, եւ երբ որ այլևս միջազգային հարթակներում Ադրբեջանը օրակարգ է սարքել 300,000 ադրբեջանցիների վերադարձ եւ սարքել է շատ այսպես էմոցիոնալ, հումանիտար, մարդասիրական ֆոնի տակ, որ մարդը իրավունք չունի իր հայրենիք վերադառնալու եւ դա լացացնում է միջազգային հանրությանը, միջազգային հանրությունը այդ դոկտրինը պաշտպանում է, այո, հերու չի է այն օրը եւ դա բացարձակապես աբսուրդ չի եւ ես բնավ Օվերտոնի պատոհան չեմ բացում, ասելով որ այս ռեժիմը մնաց, մենք ունենալու ենք մի երկիր, որտեղ լինելու է ընդամենը հայկական թաղամաս էթնիկ հայերով բնակեցված։ Դեպ վերջերս Արթուր Խաչիկյանն էր, քաղաքագետ հրապարակել շատ լավ բարեկամ, քաղաքական գործիչներից մեկի կետերով ներկայացրել էր, որոնց մեջ կար նաև հենց այդ դիտարկումը, որ Հայաստանում տեղի ունեցող այս գործընթացները տանում են պետականության ավարտին։ Դա շատ տեսանելի է։ Այսպես ինչ-որ մի տարածքի ստեղծման, որը զարմանալիորեն չի ընկալում մեր ժողովուրդը եւ ընկած է եթե նախկինները գան Նիկոլին որովհետեւ մենք չունենք ժողովրդի հետ ազնիվ խոսացող, ժողովրդի հետ ազնիվ աշխատող ընդդիմություն, որովհետեւ մեր ընդդիմության գերակշիռ մեծամասնությունը այսօր զբաղված է մեկ խնդրով՝ ինչ անի, որ 26 թվականին խորհրդարանում մի քանի մանդատ ունենա։ Բայց այդ խորհրդարանը կարող է լինել շատ կներեք, էլի, ասենք թուրքական իրանց դա չի հետաքրքրում։ Փող ստանալու են, թուրքական ղեկավարությունում մանած ստանալու են, վերջ, դա իրանց բավարարելու է, всё։ Զարուրելի իրականություն է, անցնենք առաջ, նույնիսկ դժվար է լինում հարցազրույց վարելը, որպես լրագրող հույզերին չտրվելու համար։ Ես ուզում եմ անդրադառնանք նաև մեր եւ ձեր հիմնական նաև ցավերից մեկին, եւ այս պարագայում երբ մեր երկիրը բզկտվում է, լռեցնել են ուզում մինչեւ վերջ լրագրողական ազատ խոսքը, ընդհանրապես սեփական անձիս վրա եմ զգացել 1-2 շաբաթ առաջ, երբ Սուրբ Սարգիս եկեղեցում հերթական իր այդ արշավն էր սկսել ԿՊ-ն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, երբ ես գնացի, ականատես եղա զարուհի պատկերեր, ինչքան բարձր աստիճան պաշտոնյա կար ԿՊ-ական, այնտեղ էին Ռուբեն Ռուբինյանով, Արարատ Միրզոյանով, այնտեղ քաղաքապետով Ավինյանով, իդեպ շատ հետաքրքիր մի հատ խաղ էր այսպես արել, Ավինյանը կողքը կանգնացրել էր մի քաղաքացու, որը
իբր իրեն դիմում է։ Եվ որ լրագրողը գալիս էր ուզում էր հարց տալ, այդ քաղաքացին միանգամից, այսպես ասեմ, հա, ժողովրդի խոսքով ասած, թռնում էր լրագրողի դեմքին, որպեսզի զրահի պես պաշտպանում էր Տիգրան Ավինյանին։ Եվ երբ ես փոքր այսպես հարցումներով անցնում էի, մոտեցա Ռուբեն Ռուբինյանին, սուր հարցերս իրեն բացարձակ դուր չեկան, թե ինչու եք այստեղ, այս կեղծ պատարագ եւ այլն, հա, այս հարցերն եմ տալիս, ինչու եք եկեղեցուն թիրախավոր, հեչ դուր չեկավ Ռուբինյանին, անպայման ուզում էր տեսնել, թե ես որ լրատվամիջոցի ներկայացուցիչ եմ եւ ուղղակի սպառնաց, ձեզ այդ որտեղից, ոնց է կարող, հələ մի հատ մենք ձեզնով կզբաղվենք։ Ես կուզեմ, որ Ռուբեն Ռուբինյանը նաեւ զբաղվի այն լրատվամիջոցներով, ովքեր հակա եկեղեցական արշավի կեղտոտ բամբասանքներ են տարածում։ Պարոն Ռուբինյան, դրանով եւս զբաղվեք, եթե դուք հայ եկեղեցու իրական հետևորդ եք։ Անցնենք առաջ եւ հիմա կուզեմ հասկանամ Տիկին Զոհրաբյան հետեւյալը, այդ հիբրիդային պատերազմը իրականում ես կարծում եմ ոչ այնքան Ռուսաստանից եկող վտանգների դեմ է, որքան սեփական ժողովրդի դեմ, ընդդիմադիր հատվածի դեմ է եւ նաեւ լրագրողներից դեմ է։ Այս առումով կխնդրեմ լրագրողներին սպասվելիք վտանգի մասին։ Ես վերջի շրջանում անընդհատ այդ մասին եմ խոսում, նույն իմ նիմնիմի տղաների մեդիա գործիչներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի հետ տեղի ունեցած, ինչն ի դեպ արձագանքել է Եվրոպայի խորհրդի լրագրողական կառույցը կոչ անելով անհապաղ ազատել նրանց, բայց մենք տեսնում ենք, որ այս իշխանությունը թքած ունի նաև իրենց իսկ արևմտյան պատրոնների հայտարարության վրա, այո, մենք տեսնում ենք նաև Միհրան Հակոբյանի հետ դեպքը, երբ որ բացահայտ ծեծում են եւ ծեծողները դատարանի դահլիճից ազատ են արձակվում, եւ մենք տեսնում ենք, այո, այս խայտարակ արշավը լրատվամիջոցների հանդեպ, եւ ես կրկին վատ կանխատեսում ունեմ, մեր զրույցը մի տեսակ մռայլ գույներով է ստացվում, բայց ես չեմ ուզում, որ մենք փախչենք իրականությունից, որ այո, ընտրական փուլից առաջ փակվելու են բազմաթիվ լրատվամիջոցներ, իբր արտաքին գործակալական անուններով, արտաքին ֆինանսավորում ունեցող, իբր, չգիտեմ, ատելություն քարոզող եւ այլն, որովհետեւ ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ ինքը 1 րոպե անգամ չի կասկածում իր վերընտրության վրա, դա այդպես չէ, եւ քանի որ դա այդպես չէ, իրեն պետք է ընտրությունից առաջ ստեղծել ջերմոցային պայմաններ, այսինքն փակել այն քաղաքական ուժերը, ովքեր ռեալ այլընտրանք են, լրացնել, փակել, կալանավորել այն գործիչներին, ովքեր ռեալ այլընտրանք են, փակել, լրացնել այն լրատվամիջոցներին, պետք լինի կալանավորել այն խմբագիրներին, ովքեր խանգարելու են իր վերարտադրությանը, ստեղծել ջերմոցային պայմաններ սեփական վերարտադրությունը ապահովելու համար։ Դուք սպասվող Ցավոք ահավոր պատկերը կանխատեսեցիք, որը ես կարծում եմ կլինի իրականություն, մարդիկ, ովքեր կաթողիկոսին ասում են կագեբեական է, պիտի հեռանա, կագեբեի ագենտ է եւ ասում են աղանդավորներ են, դուք տեսեք ուր է հասել Փաշինյանը, ինքը ստեղծում է սեփական աղանդ, այդ աղանդը վաղուց ստեղծված է, նիկոլիզմ աղանդը, դա շատ վտանգավոր, տոտալիտար, կազմաքանդող աղանդ է, անձը դեգրադացնող աղանդ է, ինչը մենք տեսանք նաեւ Մայրաթորում նախորեն։ Եվ հիմա ինքը հայտարարում է, որ աղանդավորներից պետք է մաս մաքրենք։ Եկեղեցին նույն կերպ, այո, քաղաքական դաշտում կլինեն կուսակցություններ եւս, որոնք կփակվեն, կլինեն լրատվամիջոցներ, որոնց դեմ ահա որ արշավ է սպասում, սիրելի լրատվամիջոցներ, հարգելի գործընկերներ, մենք բոլորս պետք է ամուր լինենք, որովհետեւ իսկապես մեզ սպասում են շատ տխուր բաներ։ Ես կուզեմ մեր հարցազրույցը եթերաժամանակը Տիկին Զոհրաբյան ցավոք ավարտվում է, ձեզ հետ հաճելի է զրուցել, որովհետև դուք իրատես մարդ եք եւ ոչ թե այսպես կեղծ, հա, այսպես շղարշով իրականությունը ներկայացնող, իրականությունը փաստերը հստակ դնում եք եւ մնում է որ ասողին լսող է պետք է բանը գործի իսկապես։ Կուզեմ ավարտենք հետեւյալով, ընտրությունների նախաշեմ ես շատ եմ ուզում որ մեր ժողովուրդը դա հասկանա։ Էրդողանն էլ, Ալիևն էլ մի քանի նվերներ են տալու Նիկոլ Փաշինյանին։ 3 տարի է հայ-թուրքական սահմանը չի բացվում։ Այդ սիրուն նվերը այսպես կդնեն հայ ժողովրդի առաջ, գուցեև չեք կարծում մի քանի գերիներ էլ ավելին, ես 3 նվեր ասեմ, որ վստահաբար լինելու է։ Նվեր առաջինը մի քանի ընտրություններից առաջ կարծում եմ մի քանի ռազմագերիներ ազատ կարձակվեն, խոսքը բնականաբար չի վերաբերում Արցախի քաղաքական էլիտային, խոսքը վերաբերում է այնտեղ մենք քաղաքացիական անձիկ ունենք, նաև մի քանի այլ անձիկ ունենք տարիքով Վագիբ Խաշատրյան, Ռաշիդ Բադալյան եւ այլն, կարծում
կարծում եմ, չեմ ուզում որ հարազատները հույս ունենան, ես կարծում եմ, ինչ վերաբերում է Էրդողանի ասած, մենք մի քանի խորհրդանշանակ քայլեր կանենք դրական ընդդեմ Հայաստանի, դա կարծում եմ լինելու է սահմանի բացումը երրորդ երկրների քաղաքացիների համար եւ կարծում եմ ամենամեծ նվերը, որտեղ մեր ժողովուրդը ցենց անհամբեր սպասում է, հեսա վիզաների ազատականացում ինքը գնալու է Փարիզում կոֆե խմելու, ինչ է լինելու բնականաբար վիզաների ազատականացման եւ առանց վիզա Եվրոպա գնալու մասին խոսք չի լինելու, բայց որպես կուտ ես կարծում եմ կլինեն Եվրոպական միության խորհրդարանների, որովհետեւ Եվրոպական միության խորհրդարանները առանձին պիտի վավերացնեն Հայաստանի հետ վիզաների ազատականացման գործընթացը։ Այդ խորհրդարանները առանձին կվավերացնեն, Հայաստանի իշխանությունը ժողովրդի վրա դա կծախի որպես վիզաների ազատականացում եւ այդ 3 նվերներով եւ այն պլյուս այն բոնուսով, որ տրված է Եվրոպական միության կողմից, Արևմուտքի կողմից Նիկոլին փակել ինչ կուսակցություն ուզում է, փակել ինչ լրատվամիջոց ուզում է, ինքը այդ բանտիկներով զարդարված կգնա ընտրության։ Եվ կխեղդեն Հայաստանը եւ մեկ նվերի մասին էլ ասենք ու անցնենք ավարտենք այդ մեծ մյուս նվերն էլ խաղաղություն բառն է, այսպես փաթեթավորված, որ ժողովրդին կմատուցվի բնականաբար, որտեղ ցանկացած ժողովուրդ ուզում է խաղաղություն։ Չէ, ուղղակի գիտեք, Տիկին Զարաբյան, երբ որ խոսում ենք ժողովրդի հետ, ասում ինչ ուզում են մենակ խաղաղություն լինի։ Երբ որ ասում են ժողովուրդ ջան, այդ խաղաղությունը կարող է լինել Իրան բառը բավարար է։ Արցախում էլ է խաղաղություն, ասենք թուրքական խաղաղությունը ո՞րն է, ուզում եմ այդ հասկանալ, այդտեղ իրանք ասում են չէ, դե իրանք չեն ուզում։ Ես հասկանում եմ ժողովրդին, ես քանի որ իմ մաշկի վրա այլևս զգում եմ, որ ես տևական ժամանակ է խուսափում եմ, ամեն ինչ անում եմ, որ նեգատիվ ինֆորմացիա չլսեմ, ես խուսափում եմ տոքսիկ մարդկանցից, ես խուսափում եմ վատ լուր լսելուց, ես որ պարտավոր եմ դա լսել, որպեսզի դրան adekvat արձագանքել, ես շատ լավ հասկանում եմ մեր ժողովրդին, որ չի ուզում որ շինվան լսի, չի ուզում լսի, որ այդ խաղաղությունը իրական խաղաղություն չի, ասում մի ասա, ինձ վատ բան մի ասա, եւ դրա համար մենք տեսնում ենք, որ քաղաքական ընդդիմադիր գործիչների եւ ընդհանրապես քաղաքական խոսույթը նկատելիորեն դիտելիությունը բոլորի ընկել է, չի ուզում լսել ժողովուրդը, եւ ես չեմ ուզում մեղադրել ժողովրդին, այո, հոգնել ենք նեգատիվից, վատից, ամեն օր վատ նյուս, եկեք ժողովրդին չմեղադրենք, ես իրենց հասկանում եմ, որ չեն ուզում անգամ որևէ վատ չեմ ասում, իրատեսական բառ լսել, թե ինչ է սպասվում մեզ, ասում է թող մեզ խաբեն, թող ասեն խաղաղություն է լինելու, մենակ իմ խիղճը հանգիստ լինի, թեկուզ մի օր, թեկուզ մի ժամ, վաղը ինչ կլինի, ես այդ մասին չեմ ուզում մտածել։ 2026-ին Ցավոք, ինձ համար կանխորոշված է, այո, ցավոք սրտի։ Փաշինյանին փաթեթավորել որպես տարածաշրջանում միակ եւ բացառիկ խաղաղաբերի եւ Արևմուտքի հետ միասին, այո, ես ինձ համար այս պահին, եթե ինչ որ մի հրաշք չլինի, այն Նասիմ Թալեբի Սև կարապի անսպասելիության էֆեկտով ինչ որ մի հրաշք չլինի, ցավոք սրտի, այս պահին ընտրության արդյունքները կանխորոշված են։ Սպասում ենք հրաշքների։ Այո, ցավոք, ես եմ շնորհակալ։ Հետաքրքիր այս հարցազրույցի համար եւ Վերհիշեցնեմ իմ հեռուստադիտողներին, որ այսօր ես մենքի տաղավարում հյուրընկալել էի հասարակական քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանին։ Լավ եղեք, կհանդիպենք։